Բարև Ֆակտոր TV հյուրը Հայ կառուցողական կուսակցության նախագահ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Զելենսկին Բերլինում կայացած բանակցություններից հետո հաստատել է նախկինում իր արած այն հայտարարությունը, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Եվրոպան նախնական պայմանավորվել են Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք ասել է բովանդակությամբ նման են ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին, գիտենք, որ այս հոդվածի դեպքում երկրներից մեկի վրա հարձակման պարագայում մյուսները աջակցություն են ցուցաբերում։ Այդ դուք ինչքանով եք հավանական համարում, որ այս հարցը վերջնական լուծում ստանա Ուկրաինայի անվտանգության եւ պատերազմը դադարեցվի։ Քիչ հավանական եմ համարում, Ռուսաստանի Դաշնությունը չունի շարժառիթ հրադադար կնքելու եւ ռեսուրսներ դեռ ունի պատերազմը շարունակելու համար, հասկանալի է, որ Ուկրաինան պատրաստ չի ճանաչել Դոնեցկի, Լուգանսկի եւ Ղրիմի մարզերը որպես վիճելի տարածք։ Հրադադարը կնքելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի կողմից նման ճանաչում։ Օրինակ 1994 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հրադադարը կնքելու ժամանակ Ադրբեջանը ճանաչեց Արցախը վիճելի տարածք։ Արցախի ստորագրությունը եղել է հրադադարի եռակողմ համաձայնագրի տակ։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչեց որպես կողմ Արցախը որպես վիճելի տարածք։ Հիմա Ռուսաստանի քաղաքական խնդիրը, ինչպես օգտագործելով ԱՄՆ-ի օժանդակությունը ազդել Ուկրաինայի վրա, որ Ուկրաինան համաձայնվի որպես հրադադարի հիմք ճանաչել Լուգանսկը, Դոնբասը եւ Ղրիմը որպես վիճելի տարածքներ, դա այդ այսպես կոչված դե ֆակտո ճանաչումն է։ Եվ զորքերը հանի Դոնբասի դեռևս ռուսների կողմից չգրավված այդ մարզերից զորքերը հանի։ Մնացած տարածքները ստացվում է, որ եւ Ռուսաստանը համաձայն է ճանաչել որպես օկուպացված տարածքներ եւ նման ձևով հրադադարը կնքելով ըստ ԱՄՆ-ի պատկերացումների ստեղծվում է հնարավորություն սառացնել կոնֆլիկտը երկար ժամանակով եւ բանակցություններով, արդեն խաղաղ բանակցություններով փորձել որոշել վիճելի հարցերը Դոնբասի, Լուգանսկի, Դոնեցկի, Լուգանսկի եւ Ղրիմի կարգավիճակների վերաբերյալ։ Այստեղ Ուկրաինան պահանջում է լրացուցիչ երաշխիքներ, այսպես ասած, նորից պիտի հղում անենք Հայաստան, Ադրբեջան, Արցախի հետ կապված իրավիճակին, տեսանք, որ 94 թվականի հրադադարը, որը որ չուներ միջազգային երաշխիքներ, երաշխավորություններ Հայաստանը չուներ, Արցախը չուներ, բերեց նրան, որ Ադրբեջանը ստեղծվեցին պայմաններ Ադրբեջանի հարձակման համար։ Ինչպես ստեղծվեցին, դրա մասին կխոսանք։ Շատ լավ, անպայման երկրորդ մասում հրապարակված թղթերից կխոսենք։ Տեսեք, ամերիկացիների պաշտոնյաներից մեկը BBC-ն ասել, որ Թրամփը կարծում է, որ կարող է Ռուսաստանին համոզել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, իսկ Զելենսկին պնդում է, որ դեռ ամերիկյան կողմի հետ կշարունակեն աշխատել, իսկ ամերիկացիները կխորհրդակցեն Մոսկվայի հետ։ Պուտինը կարմիր գիծ է հայտարարել ընդհանրապես ՆԱՏՕ-ին չանդամակցելը, Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի այսպես չընդլայնվելը, բայց եթե Ուկրաինան մտնի ՆԱՏՕ-ի տանիքի տակ չանդամակցելով այդ դաշինքին, չի նշանակի, որ Ռուսաստանի Ուկրաինայի դեմ հետագայում պատերազմ սանձազերծելու բանալին նետվում է օվկիանոսը եւ կապվում են Ռուսաստանի ձեռքերը, արդյոք Ռուսաստանը նման բանի կհամաձայնվի։ Ռոբերտ, որևէ ռազմական դաշինքի անդամ չի կարող դառնալ պետությունը, որը գտնվում է պատերազմի մեջ։ Չէ, անդամ չդառնա, բայց ստանա այդ երաշխիքները, այսպես։ Ստանալ երաշխիքները այդ բանաձևի տակ քողարկվում է այն հարցը, որ ինչպես միջազգային զորքեր, միջազգային դիտորդներ գործեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շփման գծում հրադադարից հետո։ Սա է այդ հարցը։ Ակնհայտ է, որ հակամարտության մեջ գտնվող Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ուզում եմ ընդգծեմ դա։ ՆԱՏՕ-ն կարող էր պատերազմ հայտարարել
Ռուսաստանի Դաշնությանը, բայց չարեց դա հասկանալի այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնությունը միջուկային պետություն է եւ նման քայլը չափազանց մեծ վտանգի մեջ կդներ ամբողջ ազատ աշխարհը եւ ավելի մեծ վնասներ կպատճառեր միջազգային խաղաղությանը եւ ավելի մեծ քանակով մարդկանց, քան օգուտ կբերեր Ուկրաինային։ Համաշխարհային կսկսվեր, հա։ Ըստ էության միջուկային պատերազմ կարող էր սանձազերծվել եւ այստեղ ՆԱՏՕ-ն եվրոպական պետությունները ցուցաբերեցին զսպվածություն, առանձնահատկությունը, եթե Ռուսաստանի Դաշնությունը չլներ միջուկային պետություն, իհարկե մենք տեսնենք, որ ըստ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ձևավորվում է միջազգային ուժերի կոալիցիա, որը մտնում է պատերազմի դեմ Ռուսաստանի պատերազմի մեջ Ռուսաստանի դեմ։ Բայց այս առանձնահատկությունը, որ ագրեսոր է հանդիսանում ՄԱԿ-ի մշտական անդամ պետությունը, որը ունի միջուկային զենք, ստեղծեց եւ այս իրավիճակի շուրջ այս առանձնահատկությունները։ Հիմա երբ որ խոսքը գնում է հրադադար կնքելու մասին եւ երաշխիքների մասին, պարզ ասած խոսք գնում է միջազգային խաղապահ ուժեր տեղակայելու ինչ ձևաչափով որտեղ ինչ ձևաչափով տեղակայելու մասին։ Եթե հիշում եք նորից վերեմ Հայաստան, Ադրբեջան, Արցախ այդ օրակարգը, այնտեղ էլ միջազգային խաղապահ ուժերի տեղակայումը գլխավոր հարցերից մեկն էր։ Լավ, մեծ է գայթակղությունը գալ մեր կոնտեքստին, բայց մի հարց էլ եվրոպացիների ռեսուրսը ինչպես է։ Եվրոպական օրինակը մեզ համար օրինակ է, որ մենք հասկանանք մեր քաղաքական կյանքի, այսպես ասած, իրադարձությունները եւ հետևանքները այնտեղից ինչ են գալու մեզ։ Շատ լավ, մենք անպայման հետևելու ենք Ուկրաինայի շուրջ իրադարձություններին, բայց մինչ մեր կոնտեքստ գալը եվրոպացիները ինչպիսի ռեսուրս ունեն թույլ չտալու Ուկրաինայի կապիտուլյացիա, չէ՞, որ նրանք շատ բացայբաց ասում են, որ Ուկրաինան այսպես նաև իրենց անվտանգությունն է ապահովում։ Ափսոսը մեր ժամանակը դրա վրա ծախսենք, Ուկրաինայի կապիտուլյացիայի հարցը դա ռուսական քարոզչական միջոցների, այսպես ասած, յուրաքանչյուր կողմ պատերազմի ժամանակ տանում է ինֆորմացիոն որոշակի սպասարկում, դա այդ կարգից է, եկեք դա չքննարկենք։ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին խոսք չի կարող լինել, դրա մասին չի այսօր իրավիճակը։ Իսկ եվրոպացիների ռեսուրսները բավարար են թույլ չտալու լավ բանակցություններում Ուկրաինայի տոտալ այսպես շահերի ոտնահարում։ Նույնիսկ անիմաստ այդ հարցը իմ կարծիքով այն առումով, որ իհարկե ԱՄՆ-ն, տեսեք, ԱՄՆ-ի նախագահան փորձեց այսպես ինչ որ այսպես հարցակումներ իրականացնել այս Ուկրաինայի հետ կապված հարցերի շուրջ նախաձեռնողական, այսպես քաղաքականությամբ, մարդասիրական կարգախոսներով եւ այլն, բայց դա որևէ կերպ չփոխեց այն շրջանակը միջազգային իրավունքի նորմերի, որոնք որ պահպանում են այսօր եվրոպական պետությունները եւ ավելի շատ ամերիկյան կողմն է այսօր ոնց որ անլուրջ վիճակում, չէ, ամբողջ աշխարհի արժեվ հանդես գալի իր այդ նախաձեռնողական քաղաքականության արդյունքում ապարդյուն։ Պարոն Ղուկասյան, կարդացիք Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին 16-ի պատերազմից հետո օգոստոսի 5։ Շատ մեծ էր այդ արխիվը, որ հրապարակվել է, թե մասնագետն ասում են շատ մեծ նորություններ չկային, եկեք նամակից սկսենք, եթե դեմ չեք, հետո 19-ի պլանից, որը եւս շատ որտեղ այդ նամակը անձամբ ինձ եւ ձեզ է վերաբերվում։ Այո։ Ինչի մասն էր այն։ Երբ էր այն նամակը գրվել 1 կարևոր հարց։ 16 թվականի օգոստոսի 5-ին է։ Ինչի էր գրվել Վլադիմիր Պուտինին 2։ Եվ Սասնա ծռերի զենքը վայր դնելուց հետո է գրվել այդ։ 4 օր հետո։ Մի քանի օր հետո։ 4 օր հետո։ 5 թվականին նրան։ Առաջի հարցը երբ է գրվել, երկրորդ հարցը ինչու է գրվել Վլադիմիր Պուտինին եւ երրորդ հարցը ինչի մասին է։ Պատասխանեք ձեր հարցերին։ Շնորհակալություն ինձ համար հարցեր մտածելու։ Սերժ Սարգսյանի նամակը արձագանք է, երևում է նամակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին առանց միջազգային խաղապահ ուժերի ներգրավման հանձնել 5 շրջանները Ադրբեջանին, հետ քաշել հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմաններին եւ
շարունակել բանակցային գործընթաց։ Դրան արձագանքում է Սերժ Սարգսյանը 7 կետերով, որտեղ նշում է, որ պայմաններում առանց միջազգային հաղապահ ուժերի Հայաստանի Հանրապետությունը կարող է նման պայմաններին համաձայնվել։ Հասկանալի է, որ այդ Սերժ Սարգսյանի առաջ քաշվող պայմանները Ադրբեջանին բնականաբար չէին կարող ձեռնտու լինել։ Դա կարգավիճակի որոշման հստակության է վերաբերվում։ Դա այս երաշխիքներին էր վերաբերվում, որովհետև մենք հիմա դրան էլ երևի պիտի անդրադառնանք, բայց հիմա տեսեք ընդհանուր պատկերը։ Խոսքը գնում է ոչ թե միջազգային խաղաղ կարգավորման առաջարկների մասին, խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային Մինսկի խմբի առաջարկներից դուրս։ Գնայք Սերժ Սարգսյանը ասում է Լավրովի գաղափարները։ Լավրովի դրան էլ հեսա կանդրադառնանք, բայց խոսքը գնում է ոչ թե Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին, այլ խոսքը գնում է այդ նամակի մեջ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ Հայաստանին ներկայացված պահանջին։ Պահանջին։ Այո։ Ինչից եք հասկացել։ Նամակի տեքստից։ Նամակում չկա հղում Մինսկի խմբի համանախագահների առաջարկին։ Նամակում չկա խոսք միջազգային խաղապահների մասին։ Դե խոսքը գնում է նամակի մեջ, եթե ուշադիր կարդացել եք, որ հայկական կողմը պետք է 5 շրջաններ վերադարձնի Ադրբեջանին, զորքերը հետ քաշի, եւ դրա դիմաց Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Արցախի միջանկյալ կարգավիճակը եւ հետագայում բանակցել հանրաքվեի անցկացնելու վերաբերյալ։ Դա լիովին այլ առաջարկ է, որը չի համընկնում Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանին, Ադրբեջանին արվող առաջարկներին։ Սա շատ կարևոր եզրահանգում, որ մենք կարող ենք անել Սերժ Սարգսյանի նամակից Վլադիմիր Պուտինին։ Դրա համար այդ նամակը գրված է Վլադիմիր Պուտինին, ոչ թե Ֆրանսուଆ Օլանդին, ոչ թե Բարակ Օբամային։ Դա չի վերաբերվում Մինսկի խմբի խաղաղ կարգավորման առաջարկներին։ Դա վերաբերվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, նախագահի կողմից առանձին հատուկ առաջարկին, որը ենթադրում էր, որ հայկական կողմը առանց միջազգային երաշխիքների պիտի հետ քաշի իր զորքերը շփման գծից։ Եվ Սերժ Սարգսյանը գրում է, որ դեպքում դա Հայաստանը կարող է իրականացնել, եթե այս 7 կետը այնտեղ եւ որ Ադրբեջան պատրաստ չի իրական փոխզիջումների։ Ну դա, այսպես ասած, ընդհանուր խոսքեր են, խոսքը հետեւյալի մասին է, որ եղել է ալտերնատիվ առաջարկ, ինչ է բացահայտում այդ նամակը, որ եղել է խաղաղ կարգավորման գործընթացից դուրս առանձին առաջարկ, պահանջ Հայաստանին, դուրս բերել զորքերը, այդ հայտնի հնչած տարածքներ ոչնչի դիմաց, շրջաններ ոչնչի դիմաց։ Կամ խաղաղության դիմաց։ Ըստ էության խոսքը գնում է այս առաջարկի մասին, ոչ թե Մինսկի խմբի համանախագահների խաղաղ կարգավորման գործընթացի մասին, այլ Ռուսաստանի Դաշնության պատից եկած առաջարկի մասին։ Այսպիսով ինչի մասին է նամակը։ Նամակը Ռուսաստանի Դաշնության հատուկ առաջարկին արձագանքն է, մերժող ըստ էության մերժողական արձագանքն է Սերժ Սարգսյանի։ Ինչու Վլադիմիր Պուտինին, որովհետև դա Վլադիմիր Պուտինի առաջարկն էր, ոչ թե Մինսկի խմբի մյուս պետությունների առաջարկը, եւ երրորդը օգոստոսի 5-ին, ինչու, որովհետև Հայաստանում տեղի է ունեցել ընդվզում հենց այդ ռուսական առաջարկի դեմ, ընդվզում, որի ժամանակ, տեսեք, այդ հարցը տալիս էին, ինչի համար զոհվեցին մեր ոստիկանները այդ օրերին, ինչի համար բազմաթիվ քաղաքացիներ այդ թվում դուք տուժեցիք, ինչի համար ես տուժեցի, որովհետև բանտ նստեցի, որովհետև մենք թույլ չտվեցինք որ ռուսական այդ առաջարկը իրականություն դառնա։ Սերժ Սարգսյանը հայտնի է
հուլիսի 15-ին, 14-ին հանդիպել է Արցախի վերնախավի հետ, շարադրել է Ռուսաստանի Դաշնության այդ պայմանները, ըստ էության իրազեկել է բոլորին, որ այդ որոշումը պետք է իրականացվի, դրանից հետո տեղի է ունեցել ՊՊՑ գունդը եւ ի շնորհիվ բազմաթիվ մարդկանց համընդհանուր ջանքերի Սերժ Սարգսյանը ստիպված է եղել փոխել կուրսը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահին իր հատուկ առաջարկի վերաբերյալ գրել մերժողական նամակ։ Այս սրա մասին է այդ հրապարակումը իրականում։ Եվ ես ճիշտ ասած սպասում եի, որ այո, Սերժ Սարգսյանի պատից մենք կլսենք խոստովանում, որ խոսքը գնում է ոչ թե Մինսկի խմբի առաջարկների մասին, այլ խոսքը գնում է Ռուսաստանի առաջարկի մասին։ Տարբերությունը ո՞րն է, պարոն Կասյան։ Ասեմ ձեզ տարբերությունը։ Հրապարակված է վերջից սկսենք, 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկները կողմերին։ Ինչ են իրենցից ներկայացնում։ 3 փաստաթուղթ։ Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների քաղաքական հայտարարություն, հռչակագիր, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի քաղաքական հայտարարություններ, պետությունների հայտարարություն եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև։ Ինչի մասին են։ Հստակ սահմանվում է խաղաղ կարգավորման նպատակները, 3 նպատակ։ Վերադարձնել Ադրբեջանին 7 շրջանները բացառությամբ Լաչինի Միջանցքի։ Ինչու՞։ Որովհետև միջազգային հանրությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը 7 շրջանների նկատմամբ, ՄԱԿ-ի անվտանգության բանաձևերում նշված 7 շրջանների վերաբերյալ բացառությամբ Լաչինի Միջանցքի։ Այսինքն հետևություն Լաչինի Միջանցքի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը միջազգային հանրությունը չի ճանաչել։ Երկրորդ նպատակը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կամ ազատ կամ արտահայտության միջոցով։ Հանրակրվեի միջոցով։ Սերժ Պուտինի բողոքում էր, որ Ադրբեջան հանրակրվեն իր տարածքում է ճանաչում ամբողջ Ադրբեջանը։ Դա այլ առաջարկի մասին է խոսքը։ Այս բան չեմ ասում, համեմատության մեջ դնելու համար։ Ինքը հղում է անում, որ հետագայում 5 շրջանները դուք հարց տվեցիք, ինչի մասին է, եթե կետարկետ վերադառնում ենք, ես դրանից խուսափեցի։ Սերժ Սարգսյանը կասկածի տակ է դնում Ռուսաստանի առաջարկը, որ եթե 5 շրջանները առանց միջազգային երաշխիքների Ադրբեջանին վերադարձնեն, հետո պատերազմ չի լինի։ Ու բացադրում է ինչու, որովհետև Ադրբեջանը էսպես, Ադրբեջանը այնպես, զինվում է, այո, էս է, այն է։ Դա, այսպես ասած, դիվանագիտական լեզուն է, երբ որ ինչ-որ մի բանին մերժում ես, ինչի նախկինում տվել ես նախնական համաձայնություն։ Երբ որ վերադառնանք, Մինսկի խմբի առաջարկներին, ապա երկրորդ նպատակը ինչի մասին է վկայում։ Այն վկայում է, որ միջազգային հանրությունը չի ճանաչել երբեք Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի նկատմամբ։ Որովհետև եթե միջազգային հանրությունը ասում է, որ այդ տարածքի իրավական կարգավիճակը պետք է ժողովուրդը որոշի, դա նշանակում է, որ բոլոր այն մարդիկ, որոնք որ պնդում էին, որ միջազգային հանրությունը ճանաչել է Ադրբեջանը Արցախ Ադրբեջանի կազմում, իրականությունը չհամապատասխանող թեզեր էին հրապարակում, տարածում եւ այլն։ Միջազգային հանրության դիրքորոշումը հրապարակվածից հստակ երևում է։ Միջազգային հանրությունը չի ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը ոչ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի նկատմամբ, ոչ էլ Լաչինի Միջանցքի նկատմամբ։ Եվ երրորդ կարևոր նպատակը, որը այդտեղ ներկայացված է, դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատումն է, տրանսպորտային ուղիների բացումն է եւ ոչ մի տեղ չկա Հայաստանի նկատմամբ պահանջ Ադրբեջանին ապահովել արտոնյալ պայմաններ Նախիջևանի հետ կապ ունենալու համար։ Այսինքն բացառվում է միջազգային հանրությունը բացառում է Հայաստանի ինքնիշխանության վրա որևէ սահմանափակումներ դնելու հարցը։
Հրապարակված փաստաթղթերից սա է հայտ գալի։ Միջազգային հանրության դիրքորոշումը, ինչպես ասեցի, եղել է այնտեղ, որտեղ ճանաչել են Ադրբեջանի ինքնիշխանությունը, դա այդ 7 շրջաններն են բացառությամբ Լաչինի Միջանցքի, այնտեղ որտեղ չեն ճանաչել, դա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքն է եւ Լաչինի Միջանցքն է, եւ այնտեղ որտեղ որ բացարձակ ճանաչում են Հայաստանի ինքնիշխանությունը, դա Հայաստանի տարածքն է տրանսպորտային հարցերում եւ այլն։ Համեմատեք այսօրվա Հայաստանի իշխանությունների անդիմության, խոսակ, ինչն է առարկան։ Լրիվ այլ բաների մասին են խոսում եւ վերագրում են միջազգային հանրությանը բաներ, որոնք որ իրականությանը չեն համապատասխանում։ Հրապարակումները հիմք են հանդիսանում այդ բոլոր թեզերը, լինի դա վարչապետի կողմից հնչեցվող կամ իր օպոնենտների կողմից հրճեխու դնել այսպես ուղարկել աղբանոց, շատ հստակ է։ Միշտ դա ասել եմ ու հիմա կրկին համոզմամբ ու հղումով փաստաթղթերին հրապարակված ասում եմ։ Այնտեղ իսկապես որտեղ որ ինչը որ միջազգային օրենքով սահմանված է, միջազգային հանրությունը իդեմս ՀՀԿ-ի եւ Մինսկի խմբի համանախագահների դա էլ դրել է խաղաղ կարգավորման հիմքում։ Մյուս բացահայտումը եւս կարեւոր հետեւյալն է, որ մինչեւ 2007 թվականից մինչեւ 2011 թվական բանակցային գործընթացը գնում էր հետեւյալ այսպես ասած տեսք ուներ։ Հայաստանը եւ Ադրբեջանը առաջարկվում էր Հայաստանին եւ Ադրբեջանին կնքել շրջանակային համաձայնագիր, որտեղ ֆիքսել հիմնական սկզբունքները, որի հիման վրա կնքել համապարփակ խաղաղության պայմանագիր, որից հետո սկսել իրականացնել խաղաղ կարգավորումը։ Դրանից բխող քայլերը, այսինքն սկզբից կնքվում են պայմանագրերը, միջազգային իրավական ուժ ունեցող պայմանագրեր, հետո կատարվում են քայլերը։ 14 թվականից ի վեր Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ առաջարկություն արվեց իրականացնել քայլերի մի մասը առանց միջազգային հաստատված պայմանագրի։ Դա սեպարատ ծրագիր էր, թե համաձայնեցված։ Դա ըստ էության առաջ բերվեց, դա այդպես ներկայացված է հրապարակման մեջ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունով կատարված առաջարկությունը եւ 2014 թվականից մինչեւ 2019 թվականը հրապարակված փաստաթղթերը շատ քիչ են իրարից տարբերվում, խմբագրական տարբերություններ ունեն, բայց դրանց էությունը հետեւյալն է։ Տարբերությունն են բացատրում մինչև Կազան եւ Կազանից հետո։ Մինչև Կազան խոսքը գնում է, որ սկզբից կնքվում են պայմանագրեր, հետո իրականացվում են քայլեր։ Ռուսաստանի, այսպես ասած, նովելան առաջարկը 14 թվականին, ինչի եմ ես շեշտը դնում 14 թվականի վրա։ Ռոբերտ ջան, 13 թվականին Հայաստանը իշխանությունները որոշում ընդունեցին մտնել ԵԱՏՄ։ Ինչ հիմքով։ Որպեսզի անվտանգությունը Արցախի բարձրացնեն։ 14 թվականին կնքեցին Ռուսաստանի հետ համատեղ զորախմբի եւ համատեղ հակաօդային պաշտպանության պայմանագրերը, ճիշտ է։ Եվ մենք տեսնում ենք, որ 14 թվականից ի վեր ոչ թե ուժեղացավ հայկական դիվանագիտական դիրքը խաղաղ կարգավորման հարցում, այլ հələ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ ըստ էության վատթարացվեց։ Ինչու՞։ Դուք հիմա ֆունդամենտալ հարց եք տալիս, ինչու, բայց ես ուզում եմ, որ մենք ֆիքսենք փաստը, որ Հայաստանի ԵԱՏՄ մտնելը, Ռուսաստանի հետ պայմանագրեր կնքելը ոչ թե լավացրեց խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դրությունը, այլ վատթարացրեց։ Համարեցին իրենց գրպանում է Հայաստանը, այլևս ստանալու բան չկա։ Դրա մասին եկեք առանձին դուք ինձ հրավիրեք, ես ավելի պատրաստված կլինեմ հիմա այս պահի դրությամբ, ես դրա գնահատականներից ուզում եմ զերծ մնալ, ինչու, որովհետև դա արդեն կոնկրետ այսպես վերլուծություն է քայլերի, շահերի եւ այլն, բայց մենք հələ դեռ խոսում ենք փաստերից։ Ցավոք սրտի Հայաստանում այս հրապարակումից հետո դրան պատշաճ ուշադրություն թե ԶԼՄ-ների կողմից, թե քաղաքական հասարակական իմ գնահատմամբ չի արվել։ Օբյեկտիվ անաչառ վերլուծություն ինչ է սեղանին դրած առանց անուններին նայելով։ Սերժ Սարգսյանն է,
Նիկոլ Փաշինյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, Լևոն Տեր-Պետրոսյանն է, ինչի մասին է։ Իսկ ինչի է ձգտել Ռուսաստանը ձեր կարծիքով այս առաջարկներով, բանակցություններ հրավիրելով։ Մենք իհարկե վերջին արդյունքում տեսանք խաղաղապահների մուտքը Արցախ։ Շատ կարևոր հարց։ Միջազգային խաղաղ կարգավորման գործընթացը որպես կարևոր երաշխիք կարգավորման դիտարկում է բնականաբար միջազգային խաղաղապահ ուժերի գործոն։ Բացի համանախագահ երկրների։ Դա ներքին տրամաբանության պայման, բայց միջազգային, տեսեք, հայկական կողմը եւ միջազգային հանրությունը դա ընդունել է, դիտարկում էր 7 շրջանները որպես անվտանգության գոտի։ Այսինքն ոչ Հայաստանին, ոչ Արցախին ոչ մեկ չի մեղադրել ագրեսիայի մեջ Ադրբեջանի նկատմամբ։ Խոսքը գնում էր նրա մասին, որ այդ անվտանգությունը ոչ թե հայկական կողմերը պիտի ապահովեն, այլ միջազգային զորքերը։ Դա բխում է միջազգային հարաբերությունների բովանդակությունից, կոնվենցիաների տառից եւ էությունից։ Այսինքն, այո, ընդունում ենք, որ սա անվտանգության անհրաժեշտություն էր, հայկական կողմերը մի սանտիմետր ավել չեն գրավել Ադրբեջանի տարածքից։ Գրավել են ճիշտ այդքան, ինչքան որ հարկավոր էր ապահովել Արցախի անվտանգությունը։ Եվ բանակցությունների մեջ այդ բաղադրիչը տարածքների վերադարձը ուներ տակը հետևյալ տրամաբանություն, ինքնիշխանություն այդ տարածքների նկատմամբ անվերապահորեն պատկանում է Ադրբեջանին, վիճարկելի չի, եւ Հայաստանը ինչի դա երբեք չի վիճարկել։ Որովհետև 94 թվականի հրադադարը, տեսեք, հիմա մենք Ուկրաինայից սկսեցինք եւ ինչի կարեւոր է օրինակը։ Հայաստանը եւ Արցախը հասան այն հաջողության, որին Ռուսաստանը հիմա չի կարող հասնել։ Իրենք բերեցին հրադադարի կնքման այնպիսի պայմանով, որ Ադրբեջանը ստիպված էր ճանաչել Արցախը որպես վիճելի տարածք։ Հայաստանը եւ Արցախը հաստատեցին, որ հրադադարի պայմանն է հետագայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից գրավյալ ճանաչած տարածքների վերադարձը։ Մի կողմը միջազգային պահանջը ճանաչեց, իր վրա վերցրեց պարտականություն, որ դա անելու է, մյուս կողմը ճանաչեց վեճը, վիճելի կարգավիճակը Արցախի։ Այս պայմաններով կնքվեց հրադադարը։ Ինչ էր նշանակում Հայաստանի համար կազուս բելի, պատերազմի համար պատրվակ, հիմք, պատերազմի իրավունք։ Եթե Ադրբեջանը հարձակվեր Արցախի վրա, Հայաստանը ստանում էր իրավունք հրադադարի այդ խախտման դեպքում Ադրբեջանի կողմից պատերազմ, լեգալ, լեգիտիմ պատերազմ վարել Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանի համար կազուս բելին դա Հայաստանի կողմից հրաժարվելն էր տարածքների հետ վերադարձի։ Եվ այստեղ հայ ժողովրդի համար շատ կարևոր հարց, որը որ դուք դրեցիք, ես հիմա դրան հետ եմ վերադառնում մեր խոսակցության մեջ եւ դրանով ամփոփենք։ Սերժ Սարգսյանը մերժեց Վլադիմիր Պուտինի պահանջը առանց միջազգային խաղաղապահների 5 շրջանները հանձնել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի որոշումները վկայում են, որ դրանից հետո Հայաստանի վերնախավը որոշում կայացրեց պատերազմով հանձնել այդ 5 շրջանները։ Եվ Հայաստանի ղեկավարությունը դիտավորությամբ պատրվակ ստեղծեց պատերազմի համար։ Դուք կարող եք ունենալ, եթե ուզում եք վարել մեքենա Երևանում, անհրաժեշտ պայմանը պետք է ունենաք մեքենա, չէ՞։ Երկրորդ պայմանը, որտեղ մեքենա ունենալ ոչ բավարար է, դա վարորդական իրավունք ունենալն է։ Պատերազմ վարելու համար ռազմական ուժը միակ անհրաժեշտ պայմանը եւ բավարար պայմանը չի, պետք է նաեւ իրավունքը լինի։ Եվ Հայաստանի իշխանությունների հրաժարվելը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից գրավյալ ճանաչված տարածքների վերադարձի, առհասարակ հրաժարվելը Մինսկի խմբի շրջանակում բանակցություններից Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց Արցախի վրա հարձակվելու համար։ Եվ ոչ միայն հիմք տվեց Թուրքիային միջամտել այդ պատերազմին, հիմք տվեց
պրոքսի ռեժիմին այդ Իդլիբում հիմա արդեն պարզ է, չէ, որ ԱՄՆ-ի հովանու ներքո գտնվող սիրիական այդ ռեժիմը, որի նախագահան հիմա, հա, Սիրիայի նախագահան է, դա մեզ համար վարձկաններ են, բայց իրենց համար դա իրենց բանակն է։ Եվ այս ամենը այս իրավիճակը դա այդ որոշման հետևանքն է, որ Հայաստանի վերնախավը որոշեց ստեղծել կազուս բելի, պատերազմի իրավունք տալ Ադրբեջանին։ Ինչպես է բացատրում ղեկավարությունը իր քայլերը, որպեսզի մեզ չմեղադրեն դավաճանության մեջ։ Ես ինչ եմ ուզում հիմա շեշտեմ։ Որպեսզի չլիներ պատերազմ, Հայաստանը պետք է շարունակեր բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում առաջարկվող պայմաններում։ Եվ այդ դեպքում կազուս բելի չէր լինի, Ադրբեջանը իրավունք չէր ունենա հարձակվելու, իսկ եթե հարձակվեր, իրեն տուգանային հրապարակ տանեին։ Երբ որ Սերժ Սարգսյանը մերժեց Վլադիմիր Պուտինի առաջարկը, պատերազմ եղավ։ Ոչ, չէ։ Սերժ Սարգսյանի նամակը ստանալուց հետո Վլադիմիր Պուտինի կողմից Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Ոչ, որովհետև Վլադիմիր Պուտինի առաջարկը միջազգային իրավունքից չէր բխում։ Ինքը բխում էր Ռուսաստանի Դաշնության շահերից, որպեսզի միջազգային զորքեր չտեղակայվեն տարածաշրջանում։ Դա իրենց քաղաքականության գաղափարն էր։ Եվ այդ գաղափարը սպասարկելու համար հայկական իշխանությունը 18 թվականից հետո վերնախավը, որտեղ ոչ միայն իշխանությունը, դրա մեջ եւ ընդդիմությունն է մասնակից եւ մյուս իմ կարծիքով, հիմա նայելով հրապարակումներին եւ դրանից հետո տեղի ունեցածին, որովհետեւ այս հրապարակումներից հետո Ռոբերտ, հաջորդ ինչը որ պիտի տեղի ունենար impeachment-ի գործընթաց։ Այս հրապարակումները բացահայտում են, որ Հայաստանի իշխանությունները փոխարեն Ռուսաստանի առաջարկը մերժեցին Մինսկի խմբի առաջարկը եւ պատրվակ ստեղծեցին, զենք տվեցին, իրավունք տվեցին Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա։ Եվ դրա համար Հայաստանը մնաց այս վիճակում, առանց օգնության, առանց դաշնակիցների, առանց այսպես ասած օժանդակության վիճակում, որ պատերազմա եւ կարծես թե ագրեսորի նկատմամբ ոչ մեկ չի խոսում, չէ՞։ Ոչ մեկ չի սանձում Ադրբեջանին։ Ինչու՞։ Որովհետեւ Հայաստանի իշխանությունները գերադասեցին պատերազմով ռուսական զորքերը բերել Արցախ, քան զերծ մնալ պատերազմից շարունակել բանակցությունները Մինսկի խմբում։ Թե ինչի են իրենք դա արել։ Այստեղ հիմա եւ Լևոն Տեր-Պետրոսյանի բացատրություններն են հարկավոր, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, ու Նիկոլ Փաշինյանի բացատրությունները լսել ենք, բայց դուք ինձ հարցեր տվեցիք ֆունդամենտալ նշանակության, ես կարող եմ իմ կարծիքը ասել, բայց հայ ժողովրդին այսօր հարկավոր է ոչ թե կարծիք, այլ տեղեկություն հետեւյալ հարցի շուրջ։ Ինչի է ձևավորվել երկրում դավադրություն, ինչի է վերնախավը ոնց ստացվեց մեր պետության մեջ, որ մեր վերնախավը սանձազերծեց պատերազմ, դրան ուղղված հետևողական քայլեր արեց, եւ ոնց է ստացվում, որ այդ իշխանությունները այսօր շարունակում են պաշտոնավարել, այսինքն մենք բոլորս շարունակում ենք մնալ վտանգի մեջ։ Ռոբերտ ջան, մենք հանգիստ քնում զարթնում մեր գործերով էինք զբաղված 18 թվականից մինչև 20 թվականի սեպտեմբերի 27-ը։ Մեզ թվում էր, որ մենք գնում ենք դեպի Հայաստանի ավելի լավ ապագա, որի համար ջանքեր ենք գործադրել։ Իսկ պարզվում է, որ այդ ժամանակ Հայաստանի վերնախավը մեր գլխին պատերազմ էր սարքում։ Ամեն օր մենք մեր խաղաղ կյանքով էինք ապրում, իսկ այդ մարդիկ, որոնք որ այսօր շարունակում են պաշտոնավարել, ոչ միայն, ես նորից եմ ասում, շարունակում են կազմել Հայաստանի վերնախավը, ընդդիմությունով, իշխանությունով, պետական պաշտոններով, ամբողջ համակարգով։ Այդ մարդիկ, որոնք որ մեր գլխին, մեր ժողովրդի գլխին դա սարքեցին, իրենք շարունակում են։ Մենք հիմա ինչ վիճակում ենք։ Մեր ժողովուրդը հիմա հասկացանք, հա, վախի զգացմունք կա, մարդկանց մոտ մարդիկ վախենում են պատերազմից, դուրս չեն գալի փողոց։ Բայց այն վտանգը, որ տեղի, այն ինչը որ տեղի ունեցավ 20 թվականին, ոչ մի երաշխիք չկա, որ չի կրկնվի։ Եթե մեր ղեկավարները
սառնասրտորեն մեր ժողովրդի դեմ, մեր դեմ այդպիսի բան են կատարել եւ հիմա իրենց այսպես ասած անպատժելիության աստիճանը այնքան բարձր է, որ իրենք հրապարակել են այդ ամեն ինչ։ Հրապարակել են, դրել են ժողովրդի առջև եւ չեն վախեցել, չէ՞ դրանից։ Պարոն Ղուկասյան, շնորհակալություն զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Անդրեաս Ղուկասյանին։